Վիեննան համարվում է բազմակողմ դիվանագիտության կենտրոններից մեկը։ Հենց այստեղ էլ տեղի ունեցավ փափուկ ուժ եւ աշխարհաքաղաքականություն թեմայով առաջին տիկնանց եւ պարոնների աշխատաժողովը։ Այս մասին ավելի ուշ։ Իսկ մինչ այդ աշխարհի տարբեր երկրներից Վիեննա ժամանած առաջին տիկնայք եւ պարոնայք հանդիպեցին, ծանոթացան ու շփվեցին Վիեննայի քաղաքային թանգարանում։ Այստեղ էր նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նրան ջերմ դիմավորեցին հանդիպման նախաձեռնողները Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան եւ Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերը։ Արդյունավետ զրույցներ եղան նաև միջոցառման այլ մասնակիցների հետ։ Հետո մեկնարկեց հանդիպման մշակութային հատվածը։ Հյուրերը շրջեցին թանգարանով, որը ներկայացնում է Վիեննայի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Փափուկ ուժը որպես դիվանագիտական գործիք հաջորդ օրը Ավստրիայի նախագահի նստավայրում մեկնարկեց առաջին տիկնանց եւ պարոնների միջազգային աշխատաժողովը։ Մասնակիցները 9 երկրից էին՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գվատեմալա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա եւ Գերմանիա։ Աշխատաժողովը կազմակերպվել էր The Summit of First Ladies and Gentlemen Global Platform-ի եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի համագործակցությամբ։ Այստեղ ընդգծվեց առաջին տիկնանց եւ պարոնների բացառիկ դերը որպես փափուկ ուժի գրողներ։ Մասնակիցները նշեցին ժամանակակից աշխարհում, որտեղ միջազգային հարաբերությունները դառնում են ավելի անկանխատեսելի, ավանդական գործիքակազմը պետք է վերանայվի։ Փափուկ ուժը չի նշանակում լինել փափուկ, այն նշանակում է լինել խելացի եւ արդյունավետ։ Դուք այստեղ ներկաները հանրային դեմքեր եք եւ մեծ դերակատարություն ունեք պատմությունը կերտելու հարցում։ Աշխատաժողովին ներկա հեղինակավոր դիվանագետ Էմիլ Բրիքսի դիտարկմամբ էլ այսօր ազգերի միջև պայքարը որոշվում է ռազմական եւ տնտեսական գործոններով, այլ կերպ ասած կոշտ ուժով, այլ ոչ թե խաղաղ հանրային երկխոսությամբ։ Ուստի նրա համոզմամբ պետք է վերանայել ուժի ընկալումը եւ երկխոսել, լսել դիմացինին։ Աշխատաժողովին ելույթներ ունեցան այլ հեղինակավոր բանախոսներ եւս, նրանք անդրադարձան այնպիսի թեմաների, ինչպիսիք են հանրային դիվանագիտությունն ու փափուկ ուժը փոփոխվող միջավայրում, աշխարհաքաղաքական զարգացումները եւ կանանց դերը խաղաղության եւ անվտանգության ոլորտներում։ Նշեցին, որ փափուկ ուժը վեր է դասվում քաղաքական ուղերձներից եւ դառնում մշակույթի, կրթության, մարդասիրության եւ վստահելի հաղորդակցության լեզու։ Առաջին տիկնայք եւ պարոնայք չլինելով պաշտոնական քաղաքական գործիչներ, սակայն ունենալով միջազգային հեղինակություն, կարող են կառուցել կամուրջներ այն ժամանակ, երբ սովորական դիվանագիտական խողովակները ձախողվում են։ Այստեղ կարճ խոսքով հանդես եկավ նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա ներկայացրեց իր տեսլականը խաղաղության կերտման գործում եւ կիսվեց անձնական պատմությամբ, որն արժանացավ գնահատանքի ու ծափահարությունների։ Հագեցած հանդիպումն այսպիսով ավարտվեց։ Ավստրիայի առաջին տիկինը ջերմ խոսքերով ճանապարհեց Աննա Հակոբյանին, նշելով, որ իր համար նա ուժեղ կնոջ կերպար է։ Գոհար Սարգսյան, Հորիզոն։